Շտաբ բուժօգնության ծառայությունում նոր մոտեցումը կանչերի սպասարկման վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնում ծանրաբեռնվածությունը չի նվազեցրել։ Կանչերը գրանցում են, բայց թե ինչպես են հաշվելու, թե որ հասցեից որերորդ կանչն են ստանում, օպերատորների համար մեխանիզմները դեռ պարզ չեն։ Սովորականի նմանով դու փոխանցում եք կանչերը, բայց ծրագրի հետ կապված ինչ-որ փոփոխություն այս պահին չգիտեք։ Քաղաքացին տարեկան 8 անգամ իրավունք ունի անվճար օգտվել շտաբ բուժօգնության ծառայությունից։ Համընդհանուր ապահովագրության փաթեթի ներդրումով նոր կարգն ու փոփոխությունները հասան նաև շտաբ օգնություն։ Նոր ծրագրով աշխատելու մարզային կայանում փորձարկման փուլին չեն հասել, բայց որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի առաջին օրվանից։ Գյումրիից են սպասարկվում 4 մարզերի բնակիչների շտաբ բուժօգնության կանչերը։ Արդեն մշակվում է մեր մոտ առանձին համակարգ է աշխատելու եւ առանձին արդեն ուզում ունենալու ենք վերահսկողություն, կզբաղվեն կոնկրետ առանձին մարդիկ, կարտահանեն, կունենանք բազա արդեն իսկ ժամանակ առ ժամանակ կներկայացվի, որ արդեն ունենք մարդիկ, որոնք որ արդեն լրացել են 8 կանչը։ Հիվանդին շտաբ օգնության անվճար հասնելու սահմանափակումը մի քանի պատճառներ ունի։ Նույն հասցեից օրվա մեջ մի քանի անգամ կանչերը կանխելու, որոնք սովորաբար լինում են քրոնիկ առողջական խնդիրներով քաղաքացիներից, իսկ շատ քաղաքացիների զանգերն էլ շտաբ բուժօգնության կանչեր չեն։ Ունենք նաև պոլիկական կանչեր, որոնք սպասարկվում էր նաև շտաբ օգնության բրիգադաների կողմից ճշմարտ չափում, ջերմության չափում, որոնք որ չի համարվում, այսպես ասած, շտաբ օգնության կանչեր։ Շտաբ օգնության կանչերը նախատեսված են հիվանդությունների սուր վիճակների համար, բայց շատ հաճախ մենք ունենք այդ փորձը, այդ վիճակագրությունը կա, որ շտաբ օգնության կանչեր տալիս են նաև քրոնիկ վիճակում գտնվող հիվանդները, որոնք չպետք է տան այդ կանչը, որովհետև քրոնիկ վիճակը ինքը առողջության առաջնային պահպանման օղակի վիճակ է, այսինքն հսկողությունը, ընթացիկ դեղորայքի նշանակումը, հիվանդության ընթացքի դիտարկումը պետք է անի առողջության առաջնային պահպանման օղակը։ Տարեկան 8 անվճար կանչի սահմանափակումը սակայն ոչ բոլոր դեպքերին է համատարած վերաբերում։ Կան բազմաթիվ բացառություններ, որոնց համար շտաբ բուժօգնության ծառայությունը չի հաշվում, թե 8 անգամից ավելի կանչ են ունեցել տվյալ հասցեից։ Կարող է մարդը 8 կանչից հետո նաև ունենա ավտովթարի ենթարկվի, կոտրվածներ ունենա, կայծակահարություն, էլեկտրահարություն, ինֆարկտներ, ինսուլտներ եւ նմանատիպ ունենք չափորոշիչով նախատեսված մի քանի դեպքեր, մի քանի չէ, շատ դեպքեր, որոնք որ սպասարկվելու են իհարկե բացառապես անվճար հմուտներով։ Տարվա առաջին 20 օրերի ընթացքում շտաբ բուժօգնության Շիրակի մարզային կայանում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ կանչեր են ունեցել։ Ձյան տեղումներից հետո փողոցների մերկասառույցի պատճառով տրավմաներն են շատացել։ Ավտովթարների հետևանքով տուժածներն են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Կանչերի թվում էլի գերակշռողը եղել են սիրտանոթային գանգատները։ Եղել են սիրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչեր, բավականին շատ զարգագային հիպերտենզիայով պայմանավորված կանչերը, գլխուղեղային շրջանառության խանգարում ունեցող անձանց մոտ կանչերը բավականին էլի շատացել, տեղափոխումներն են նաև շատ եղել դեպի ԿԲԿ, Գյումրի բժշկային կենտրոն, տեղումների հետ կապված նաև եղել են տրավմաների, ընդհանուր կոտրվածների թիվն է բարձրացել։ Անվճար 8 կանչերը լրացնելուց հետո շտաբ բուժօգնության դիմաց վճարելու պատրաստ քաղաքացիների համար տարբեր համայնքներում տարբեր արժեքներ են սահմանված եւ տատանվում են 10-ից 15,000 դրամի սահմաններում։ Ծառայության հյուսիսային տարածաշրջանի սպասարկման տիրույթում Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ Արագածոտնում վճարովի կանչերը 15,000 դրամ են։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։